համարեցնես, ես համար զարմանալի չի լինի, բայց քաղաքացիների համար զարմանալի է ինքնա, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է կոնկրետ Վարդան Ղուկասյանի մասով ինչ-որ մի բան ազգային ժողովի ամբիոնից, ինչ-որ մի բան չէ, վերացնել ասպարեզից ավելի կոնկրետ, ու միանգամից ստացվում է այնպես, որ երկու շաբաթվա մեջ եւ բացահայտումներ են, ձայնագրություններ են հրապարակում իշխանական լրատվամիջոցում, Իշխանական լրատվամիջոցում, որը, ինչ է, Ժորժ ջան, հակակոռուպցիոն կոմիտեն տարածել է այդ հակակոռուպցիոն կոմիտեի հակակոռուպցիոն կոմիտեից հիմա որ լրատվականը ավելի օպերատիվ է աշխատել, քան ձեր լրատվականները այդ հարցի երկրորդ կողմն է։ Ժողովուրդ ջան, հրապարակել է իրավապահ համակարգը, հրապարակել է ձայնագրություններ, հիմա եթե նկատի ունեք, որ վարչապետը ունի էքստրասենսոր կարողություններ եւ կարողացել է գուշակել, որ Վարդանիկը, ինչպես եւ Սերժակոչյանական կլանի յուրաքանչյուր ներկայացուցիչ չի կարողանալու զսպել իրեն, չի կարողանալու զսպել գայթակղությանը եւ որոշելու է լափել համայնքային բյուջեից, լափել կաշառքը, հիմա ապա այդ դրանում կարող եք բոլորիս էլ մեղադրել, որտեղ Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր adekvat քաղաքացի վստահ է, որ Սերժակոչյանական կլանի յուրաքանչյուր ներկայացուցիչ Եթե տաս այսքան իշխանություն, նա այդ իշխանությունը կփորձի ծառայեցնել, որպես իր լափամանը լցնելու միջոց, ինչը եւ արել է Վարդանիկը։ Հայաստան խմբակցությունը այս աստիճան խեղաթյուրում ու ոտնահարում առանց դատական ակտի անձնական ձեր սեփական վերջիկն եք կայացնում մարդու հետ կապված զուտ այսպես ենթադրությունների հիման վրա, իսկ դուք չգիտեք փորձակնություն չի արվել այդ ձայնագրությունները, որոնք sense խրխռալով լսվում էին, դրանք իրական են թե չէ, սարքած են թե չէ, կծմծած են սրբազանների նման։ Որներ կծմծած սրբազանների նման, ես Բագրատ Վազգեն Գալստանյանի ձայնագրությունը բացարձակ իրականություն էր, բացարձակ այնտեղ ոչ մի կտոր չկար, որը որ առանձնացված էր, սկզբից Գառնիկ Դանիելյանը ասում էր դա արհեստական բանականությամբ է սարքված, արհեստական բանականությամբ ասում էին սարքված, հետո հասկացան, որ ապուշություն է իրանց ասածը, սկսեցին պնդել, որ կոնտեքստից է կտրված, հետո հրապարակեցին ամբողջական կոնտեքստը եւ պարզ դարձավ, որ ոչ թե որոշել էին, որ պետք է գյուլել 1-2 իշխանականի, այլ պետք է գյուլել ցանկացած մեկին, ով համաձայն չի իրենց տարված քարոզչության հետ, հետո էլ խոսում էին այն մասին, որ պետք է նաև այդ գյուլելու process-ը սկսել իրանց թիմակիցներից, որոնց որ նստացնելու են փողի վրա, բայց մի վարքեն կավարտեմ բոլորի հարցերին անխտիր պատասխանելու եմ, ինչևէ, էլ չեմ խոսում այն մասին, որ այնտեղ տոննայանոց ձայնագրություններ կային փողոցներում աստղիկներ շաղ տալու, անմեղ ոչ մի բանի հետ կապ չունեցող քաղաքացիների կյանքը վտանգելու հետ, ամբողջական այդ ձայնագրությունները հրապարակելու հնարավորություն ունեն դատապաշտպանները, բայց ենթադրում եմ չեն հրապարակում, որտեղ այնտեղ եթե ամբողջական հրապարակեն, իրենց համար էլ ավելի վտանգավոր բաներ կլինի։ Վերադառնալով ձեր հարցին, հարգելի գործընկերներ, այն որ Վարդանիկը ինքն իր բնույթով ակնհայտորեն հանցագործ, կրիմինալ, ինչ ասեմ, լափակեր եւ այլն, այսպես շարունակ, դա ինձ թվում է տեսանելի է։ Սա հասկանալու համար ուղղակի պետք է գնալ Գյումրի, կանգնել օրինակ Գյումրու միջին վիճակագրական շենքերի, փողոցների, բակերի եւ մնացածի առաջ, որոնք որ վերջապես սկսել են փոքրի շատ է տեսքի գալ 2018-ից հետո, երբ Գյումրիում վերջապես ասֆալտ է եղել այդ փոսերի փող։ Ու հետո գնալ կանգնել Վարդանիկին պատկանող այն գերշքեղ հյուրանոցի առաջ ու փորձել ինքներդ ձեզ հարց տալ։ Արդյոք 200,000 կամ 300,000 դրամ աշխատավարձ ստացող մարդը, եթե կոռուպցիոներ չի, եթե համայնքի փողերը լափող չի, եթե սրիկա չի այդ ամեն ինչը անող, ոնց է կառուցել այդ գերշքեղ։ Հարգելի Տիկին Ջեբեջյան, դուք լրագրող եք, ես ազգային ժողովի պատգամավոր եմ, իշխող կուսակցության փոխնախագահն եմ եւ մամուլում հրապարակումներ են եղել, կարծեմ, եւ իմ հիպոթեկով գնված բնակարանի հետ կապված եւ ձեր
մի վարքյան էլի եւ ձեր հիպոթեկով գնված բնակարանի վերաբերյալ ու իմ տպավորությունն այնպեսին է որ իմ ու ձեր հիպոթեկով գնված բնակարանները համարժեք են ու հենց այս երևույթից ելնելով արդեն իսկ այդ ձեր պնդումները բան են իրանք սին են Ժողովուրդ ջան ես շատ լավ գիտեմ ու շատ լավ սրա մասին ասում եմ գտեք որ Անիֆի համար իրանք չեն հարցնում իրանք այդքան ուղեղ չունեն որ Անիֆի համար հարցնեն Անիֆի համար մենք ենք հարցրել այդ նույն իրավապահ համակարգը որ հիմա գնացել է Վարդանիկից է հարցնում այդ նույն իրավապահ համակարգը գնացել Անիֆի համար է հարցրել որ այն բանը Աննա Գրիգորյանը բանը մատի փաթաթան սարքած օրը մեջ Անիֆ են ասում դա այդ նույն իրավապահ համակարգի արածն է այն որ հիմա ասում եք անմեղության կանխավարկած երբ որ խոսքը վերաբերվում է Վարդանիկին օй անմեղության կանխավարկածը մարդու իրավունքները դեսը դեն բայց Անիֆի ժամանակ այդ նույն բաները չեք ասում իմ դեպքում այդ ամեն ինչ տարբեր է ձեզնից գիտեք ինչի որտե Չէ, մի վարքյան, ժողովուրդ ջան։ Իմ ու ձեր տարբերությունը, ձեր քաղաքական այն ուժերի, որոնց որ դուք սատարում եք, տարբերությունը հետևեն Դե լավ, Արթուր Վանեցյանը լավ է Արթուր Վանեցյան։ Դե լավ, հիմա եկեք Լավ, շատ լավ։ Եղավ, Տիկին Ջեբեջան։ Դե տան չախանը գուցե, բայց ինչև է, թողեք ասեմ այդ տարբերությունը որն է, հետո Փայլակ ջան։ Տարբերությունը այն է, ժողովուրդ ջան, որ իմ համար տարբերություն չկա առանձնապես, եթե ինչ-որ մեկը փողա լափել Անիֆում, ուրեմն ինքն է պետքա պատժվի։ Եթե ինչ-որ մեկը փողա, երբ որ բոլորը Ինչ։ Ոնց է արագ գնում, այս 8 տարիա դատերը գնում է։ 8 տարիա դատերը, բա այն մնացած գործերի հետ կապված որ դանդաղա գնում այդ խի չեք ասում։ Ուր էր գնում։ Դե բա այն ասենք նույն մարդը դատվում է մի 4-5 հատ գործով, այն երկու գործինը դանդաղա գնում, մեկինը արագ է գնում։ Այդ սկսել եք բողոքել որ գործերն արագ են գնում, ժողովուրդ ջան։ Ես որ բայց գործերը արագ չեն գնում, երբ որ մենք ենք դատի տալիս ձեր իշխանության աջակիցներին մեզ վիրավորելու զրպարտելու համար այդ գործերը քննարկել։ Վայ, Տիկին Ջեբեջան, եկեք վիրավորելուց մի խոսեք, էլի։ Երեք նայել եմ ձեր բանը, ռեպորտաժը հենց Գյումրիից։ Ֆանտաստիկ էր, այն որ այնտեղ ինչ որ չգիտեմ ինչ շայկա էր հավաքված, հա, ուղիղ եթեր էր, բաներ, տենց ասում եք, ինչ եք ասում Վահագն Ալեքսյանին։ Ես գյումրեց սիրելի գյումրեցիներ, ես վստահ եմ, որ դուք այդ կիսակրիմինալ բանդայի, այդ ոստիկաններին ամենավերջի սեռական բնույթի հայհոյանք տվող կին կոչվածների եւ մնացածի այդ բանը ներկայացման կարիքը չունեք եւ դուք շատ տարբեր եք ու Գյումրին մեր մշակութային մայրաքաղաքն է, իսկ այդ քֆուրչի, չգիտեմ ինչ, զանգվածը ժողովուրդ ջան ձեզ չի ներկայացնում, հավատացած եղեք, ես դրանում վստահ եմ։ Երբ որ դուք խոսում եք, հա։ Իհարկե մեր հայրենակիցներն են։ Քֆուրի նմանվող բառապաշար օգտագործում պարոն Ալեքսանյան, ասենք Որն էր քֆուրի նմանվող բառապաշարը։ կրկնեմ հեն ասել Լավ։ Պարոն Ալեքսանյան, Դե տեսեք, բայց դա էլ չէ, մի վարքյան էլի։ Դե որտեվ ձեր գործընկերներն են, մեղավոր ինչ ասեմ, շինելն ու դոմփելը հարգելի գործընկերներն են։ Չէ։ Ամեն դեպքում ինձ թվում է դուք էլ որպես կին ու որպես լրագրող շատ ուրախ կլինեք, եթե այդ Գյումրում հավաքված այդ մի քանի 100-200 հոգանոց զանգվածը այդ սեռական բնույթի հայհոյանքների փոխարեն օգտագործել, շինել եւ դոմփել բառապաշարը։ Իդեպ խստորեն, դե եթե սեռական բնույթը ավելի լավ էր, հա, այդ ուղիղ սեռական բնույթի հայհոյանքները։ Իդեպ խստորեն դատապարտում եմ նաև խստորեն դատապարտում եմ նաև ընդդիմադիր լրագրողներից մեկի հասցեին այդ նույն զանգվածի կողմից հնչեցված հայհոյանքներ։ Տեսեք, ես նախապես ասեմ, որ կարծում եմ, որ եւ օրենքները դա ենթադրում, որ կաշառակերը պետք է լինի իր տեղում նկատի ունեմ, հա, մեղադրյալի աթոռին, եթե դատարանի որոշում կա, դավաճանը եւ մնացած բոլորը, ովքեր օրենք են խախտել։ Բայց տեսեք, երբ որ մենք այս տարիների ընթացքում տեսնում ենք, որ իշխանության տարբեր ներկայացուցիչների, նույն իրավապահների, հա, բացահայտումների արդյունքում, օրինակ մեղադրվում են որոշակի հանցանքների մեջ, նրանց
ասֆալտին չեն փռում, Բայց Վարդանիկին էլ չեն փռել ասֆալտին։ Սիրուն ժպտալով, վազելով գնում էր նստեր մեքենան, ի՞նչն են փռել։ Տեսեք, իրեն օրինակ չեն հրավիրել, փաստաբանը եւ ինքը հայտարարում է, որ չեն հրավիրել, եւ հետեւաբար մարդկանց մոտ մեծ կապ ունի։ Եթե հրավիրեն չգնաց, շատ մարդը, բայց դուք ես չեմ հասկանում, դուք ինչ եք Վարդան հարցը ավարտել։ Ղուկասյանի տեղը ձեզ վացքում, երբ որ մարդը ուրախ, ժպիտով, շատ բան տենց Վարդան Ղուկասյանի տեղը դե վազելով գնում էր մեքենա նստել, բայց ինչ բռնությունա տեղի ունեցել, ինչա տեղի ունեցել։ Բա խնդիրը որ հաստատել Վարդան Ղուկասյանին պաշտպանել, ես իր մասով բացարձակապես վատ չեմ զգում, բայց իմ հարցը հետեւյալումն էր. ինչու իշխանության ներկայացուցիչների պարագայում նույն ձև իրավապահները չեն արձագանքում։ Օրինակ, ասենք Երևանի նախկին փոխքաղաքապետի, ձեր այն ազգային հերոսի վերաբերյալ եւ այլն, ովքեր Չէ, մի վարքյան էլի ում դեպքում տենց չեն արձագանքում կոնկրետ օրինակ բերեք ու ինչ նկատի ունեք, այդպես չեն արձագանքում։ Փոխքաղաքապետը երբ որ կալանավորվեց, Գևորգ Թամամյան։ Սիմոնյան։ Հա, կալանավորվեց, հա, նկատի ունեմ օրինակ իրավապահները ինչի չմտան, տենց բայց ոնց մտնեին։ Ոնց մտան Գյումրու քաղաքապետարան։ Բայց շատ նորմալ մտան Գյումրու քաղաքապետարան, ուրիշ բան, որ այնտեղ հավաքվեց մի զանգված, որը սկսեց ոստիկաններին որովհետեւ Չէ, մի վարքյան, ինչ կապ ունի չեն հրավիրել։ Ժողովուրդը կարող է բանը հարսանյաց տունա քննչական կոմիտեն, որ մարդուն պետքա պարտադիր հրավիրեն, բայց քննչական գործողություններ ունեն մարդիկ անելու։ Բա կներեք, չէ, մի վարքյան, քննչական գործողություններ ունեն մարդիկ անելու, այդ թվում եւ պետքա զննություն իրականացնեն, պետքա ապացույցներ ման գան։ Այդ որ ասում եք ծանուցում չեն ուղարկել, ուրեմն գործի համար գուցե կարևոր է եղել, որ մտնեն ու անսպասելիության էֆեկտը նաեւ անսպասելիության էֆեկտը նաեւ օգտագործելով կարողանան բան անել։ Մենակ դա այդ ոնց որ դիմադիրների պարագայում է լինում։ Չէ, մենակ ընդդիմադիրների պարագայումը չգիտեմ, բայց գիտեմ, որ ցանկացած մի պարագայում, երբ որ հավաքվի ինչ-որ մի խառնամբող, որը սկսի ընդդիմադիր լրագրողներին, ոստիկաններին, ամենավերջին բառերով հայհոյել ու փորձել։ Ես էլ եմ դատապարտում, դե բա ասում եմ, այդտեղ խնդիրը, ժողովուրդ ջան, այնա, որ եթե Վարդան Ղուկասյանը նորմալ դուրս գար, նորմալ դուրս կգա։ Կանչեիք դուրս գար, ասած դրանից։ Ես էլ ուրիշ բան եմ ասում։ Բայեր ինչ էր արել, որ տես Ես վստահ եմ, որ հարկատուները հասկանում են պահի կարևորությունը եւ այդ դուրն ու լուսամուտը կվերանորոգվի։ Հիմա ԿՊ-ի օրակարգում կա Գյումրու համայնքապետի պաշտոնը վերցնել, հա, այսպես ասենք։ Լորջան, Գյումրու համայնքապետի պաշտոնը բան չի, տենց ճամպրուկ չի, որ վերցնես։ Հիմա չէ, սպասենք Սերժա Քոչարյանական խաչասերման երկրորդ սերիային, տենանք էս մի խաչասերումից ինչ են ուզում ծնեն, հասկանանք, արդյոք այդ չգիտեմ, բայց պետքա հասկանալ, կարող է ինչ-որ նոր մուտանտ են ուզում ծնեն այդ խաչասերման արդյունքում, պետքա հասկանալ, էլի կարող է էլի թունավոր հղի, եթե հղիությունը շատ թունավոր լինի, չէ, լավ, շատ վատ բառ ասեցի, ներողություն եմ խնդրում, այդ բառը չօգտագործենք, այդ խաչասերումը ընթացքը եթե թունավոր ներողություն եմ խնդրում բոլորից, հատկապես կանանցից, եթե այդ խաչասերման ընթացքը թունավոր լինի, բնականաբար համաձայն եմ իրականում նրանց դաշնակցականների հետ համեմատել չարժեր, էլի ներողություն եմ խնդրում։ Դաշնակցականներից թե ակնհայտորեն ոչ դաշնակցականներ։ Վաղաշաբաթում առաջիկայում սպասվելիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններից առաջ այս կալանավորումը ինչ ուղերձ է հանրությանը։ Ձեր ընդդիմադիր գործընկերները նկատեմ շտապեցին ձեզ մեղադրել ընդդիմադիր էլեկտորատի նկատմամբ ոտնձգության մեջ, ասացին, որ դուք չեք հանդուրժում ընդդիմության հաղթանակը, ավելին Հայաստան խմբակցությունը հանդես եկավ հայտարարությամբ եւ մասնավորապես նշեց, որ վաղաշաբաթ խոշորացված համայնքում նշանակված ընտրություններից առաջ Գյումրու համայնքապետի ձեռքակալությունը հստակ ուղերձ է տեղական ինքնակառավարման այո, մարմիններին, իշխանությունը պատրաստ չէ հանդուրժել որևէ ինքնակառավարում, որևէ ինքնուրույնություն չի եք այդքան դաժան։ Տեսեք, այստեղ շատ կարևոր մի բան կա։ Ոչ մեկ, ոչ ես, ոչ, չգիտեմ, մեր խմբակցության այլ падգամավոր, ոչ մեր թիմի այլ ինչ-որ մեկը չի գնացել ու Վարդանիկին չի համոզել, ասել Վարդանիկ ջան, գիտես ինչ կա։ Ախպոր պես էլի, արի գնա, սկսի կաշառք լափել, Վարդանիկ ջան։ Չէ, իրան ոչ մեկ չի համոզել դրան։ Նույնիսկ հակառակ այդ մարդ ախր մտել է աշխատասենյակ, կարծեմ մեծ մասը ներկա եք եղել։ Մտել է առաջին բան ասել է, այստեղ ամենուր ժուչոկներ են դրած, բարև տղերք, ինքը հասկանում եք, նույնիսկ դա հասկանալը, գիտակցելը, տեղյակը լինելը իրան հետ չի պահել, ինքը կոնկրետ կախվածություն
չէ, ես հաստատում եմ, որ ինքը այդպես է Չէ, դուք մտածել։ ասացիք նույնիսկ դա իրեն հետ չի պահել։ Այո, մտածել է նույնիսկ այդպես, իրեն հետ չի պահել, հարգելի պարոն Կիրակոս։ Որտեվ լսում ենք այդ նախորոքը որն է, Տիկին Ջեբեջյան, նախորոքը որն է, երբ որ մեր ականջով լսում ենք, որ մարդը ասում է։ Լսածը AI-ով է լիքը բան կարաք լսեք, բայց իրականությանը Տիկին Ջեբեջյան, սա արդեն ձեր ու ձեր պաշտպանած քաղաքական ուժերի կներեք։ Դուք ստիպում եք, որ լրագրողը ստիպված այն մյուս կողմի բանը, փաստաբանի դերը ստանձնի ու հակադարձի դեր։ Տիկին Ջեբեջյան, ես ձեզ ընդհանրապես չեմ ստիպել, դուք դա ինքնակամ եք ստանձնել, խնդրում եմ ինձ մի բայց ավարտեմ էլի ստեղ մի վարքյան, հարգելի ընկերներ, Տիկին Ջեբեջյան, սա արդեն մոտավորապես 8-րդ փորձն է ձեր եւ ընդդիմադիր դաշտի, առանձնացված ասեմ, ձեր եւ ընդդիմադիր դաշտի ինչ որ մի ձայնագրություն ներկայացնել որպես արհեստական բանականությամբ պատրաստված։ Կարող է, ենթադրում եմ։ Ես էլ ասում եմ չի կարող։ Ես էլ ասում եմ չի կարող, ժողովուրդ ջան։ Ես էլ ասում եմ չի կարող։ Սա թե ընդդիմադիր, թե ոչ ընդդիմադիր, թե նեյտրալ, թե ապատիկ, թե պրոիշխանական էլեկտորատին մի ուղերձել։ Հայաստանի Հանրապետությունում այլևս երբեք վերադարձ չի լինելու լափակերությանը, կաշառակերությանը, համայնքը ու պետությունը սեփական գրպանները ու լափամանը լցնելու միջոց դիտարկելուն։ Երբեք չի լինելու նման վերադարձ։ Այստեղ խնդիր ուրիշ բանի մեջ է, իրավապահ համակարգի գործողություններին ձեր քաղաքական գնահատականները եւ Անիվի դեպքում եմ ասում եւ ձեր անմեղության կապվածքը չի կարելի կապել։ Խնդիրը դա է, դա խփում է իշխանությանը հետ։ Հարգելի գործընկերներ, եկեք արձանագրենք հետևյալ մի բան։ Երբ որ կամայական ընդդիմության ներկայացուցիչ ինչ որ մի խոսք է ասում, այդ խոսքը ենթակա է նաև քաղաքական վերլուծության ու քաղաքական գնահատականի, օրինակ իմ կողմից, ճիշտ է, սա անվիճելի է, ճիշտ է։ Հիմա սրան զուգահեռ կա նաև Վարդան Ղուկասյանի ուրիշ խոսք, օրինակ նույն ընտրությունների ժամանակ, երբ որ ամենավերջի բառերով հայհոյում էր իր պոտենցիալ ընտրողներին, հիշում եք, չէ, ձայնագրությունները, այդ նողկալի խոսույթը։ Կա Վարդան Ղուկասյանի ուրիշ ձայնագրություն, որը հրապարակվեց երեկ, որտեղ մարդը ինչ ասում է, ինչքան են տալի 4 միլիոն վերու, վերցրային, եկեղեցու ասում է նկարիչներին փող են պարտք։ Եկալ տանք։ Հիմա ես դատավճիռ չեմ դակում, չեմ ասում, այ Վարդան Ղուկասյանին պետք է տանել նստեցնել 5 տարի, 6 տարի ժամկետով, չէ։ Ես լսել եմ Վարդանիկի խոսքը, ու ես դրան տալիս եմ քաղաքական գնահատական։ Ես ասում եմ այդ տեղի ունեցածը լափակերություն է, կաշառակերություն է ու սրիկայություն է։ Ես դա տալիս եմ։ Դատարանի վճռից հետո գնահատական կտանք նաև։ Հարգելի գործընկերներ, ես ամեն մի քաղաքական կամ ոչ քաղաքական ընդդիմության կամ, չգիտեմ, այլ քաղաքական ուժի խոսքին չպետք է արձագանքեմ դատարանի վճռից հետո։ Դատարանը կհրապարակի իր վճիռը, ես տալիս եմ իմ քաղաքական գնահատականը։ Ոչ, քաղաքական գնահատականը, դե հիմա Պարոն Ալեքսանյան քաղաքական վերադառնալով Հայաստան, հա, կներեք, վերադառնալով Հայաստան խմբակցության հայտարարությանը, դե մարդիկ ուղղակի ստորագրում են էլի այդ խոսքերի տակ, որ այդ 4 միլիոնը վերու ամեն դեպքում քվեարկում է Հայաստան խմբակցությունը, որ վերու լինի այդ 4 միլիոն դրամը ու որ վերցվի այդ 4 միլիոն դրամը, ինչպես եւ եթե բախտները բերի ուրիշ համայնքներում ընդհանրապես իշխանության կան ավելի շատ գումար վերցնեն, շատ ավելի լավ կլինի։ Իրանց ասած է դա, որ վերցնելու ենք, լավ ենք անելու, էս է մեր գործը, նաև իմացա, որ Տաշիր Սամոյի, ռուսաստանցի օլիգարխ Տաշիր Սամոյի քաղաքական շարժումը այդ մեր ձևով կոչվածներ նաև ասել, որ անվերապահորեն աջակցում ենք Վարդանիկին, անվերապահորեն աջակցում ենք Վարդանիկին, դա նշանակում է մի բան, անկախ նրանից այդ զապիսը ճիշտ է թե ճիշտ չի, անկախ այդ ձեր նշած բոլոր բաներից, էլի, անկախ նրանից ինքը մեղքը կընդունի, անկախ նրանից կպարզվի քանի հատ է տենց բան եղել, իրանք մեկը աջակցում են եւ նորից ես զարմացած չեմ։ Քաղաքական հետապնդում են որակում Փաշինյանի ազգային ժողովի հայտարարությունից հետո, պարոն Ալեքսանյան, որպեսզի առիթը չլիներ, որ Վարդան Ղուկասյանն ասել է 4 միլիոնը վերու, պետք է իշխանությունը ժամանակին կոռուպցիայի դեմ պատշաճ պայքար իրականացնել։ Դուք թողեցիք Վարդան Ղուկասյանը դարձավ ընդդիմադիր քաղաքապետ, նոր հիշեցիք, որ ինքը փողեր է վերցրել։ Չէ, կներեք, մի վարքյան էլի։ Նախ Վարդան Ղուկասյանը դարձավ քաղաքապետ ու նոր կատարեց հենց կոնկրետ այս գործողությունը։ Դրանից առաջ էլ կար ուրիշ քրեական գործեր Վարդանիկի հետ կապված, որոնք ընթանում էին ու ընթացքի մեջ էին, ուղղակի ի տարբերություն այս մեկի
Արդեն մտել էին դատաքննության փուլ ու այստեղ կալանքի հարց այն դեպքերում չի քննարկվել այսքան մեծաշու։ Հիմա ձեր գործընկերները մեզ մեղադրում էին քիչ առաջ, որ այս մի դատական գործը կամ այս մի քրեական գործը մի տեսակ արագ ընթացք ունեցավ։ Հիմա այն մեկում էլ լիքը մարդ մեզ մեղադրում է այդքում եւ դուք որքան հասկանում եք, որ այն մի քրեական գործն է դանդաղ ընթացք կա ունեցել։ Հիմա իմ ասածն էլ որն է, հարգելի գործընկերներ, ես կամ մեր թիմը առհասարակ չի կարող եւ չի էլ մասնակցում է դատական գործերի արագությանը, դանդաղությանը, միջին տևողությանը, դրանց ընթացքին, սենց գնալու, նենց գնալու։ Մենք ընդհանրապես ասում ենք, մենք ունենք քաղաքական կամք Հայաստանի Հանրապետությունում պայքարել կոռուպցիայի դեմ։ Մեր մեսիջը բոլոր իրավապահներին հետևյալն է. տեսնում եք կոռուպցիոներ, կատարեք համապատասխան օրենքով սահմանված գործողությունները, անկախ նրանից այդ կոռուպցիոները որ քաղաքական թիմի անդամ է։ Շատ պարզ։ Ալեքսանյան հաջորդ հարցերս որպես տամ մի քանի վայրկյանով դիթը պետք է միացնեմ։ Սա կարմիր բերետավորն է։ Ասում է սաղի դեմքը ֆիքսում եւ այստեղ Բայց ում ասում։ Ում ասում, ինչ են արել։ Անչափահաս նայ, անչափահաս Երխային ասում է գնային դավայ կարմիր բերետավոր են մեկներ Բայց ասում ինչ են արել։ ձեր սաղի Ընկերներ, դեմքը ֆիքսվել է։ մի վարքյան։ Չէ, մի վարքյան։ Ես լսել եմ, նայել եմ այնտեղ։ Ես նայել եմ մի շարք լայվեր, բաներ, ձեր գործընկերները այնտեղ էին, տեղում էին, հարգելի գործընկերներ ու ես լսում էի, թե օրինակ ոնց էին ոստիկաններին ինչ որ հայհոյանքախառը բառեր ասում։ Եվ ոստիկան պետք է ասի դավայ։ Մի վարքյան ավելացնում, որ ոստիկանի ոնց էին քրեական, տենց կիսաքրեական ենթամշակույթին բնորոշ բառեր ասում։ Ոնց էին տենց ինչ որ բան էլի տենց ինչ ասեմ, նողկալի փողոցային մակարդակի ինչ որ բաներ հնչեցնում ոստիկանների հասցեն, որոնք ընդհանրապես համազգեստ հակած ծառայում են Հայաստանի Հանրապետությանը եւ օրենքին։ Հիմա հնարավոր է, չէ, կներեք, երբ որ կոնկրետ անդրադառնում եմ, Նարեկ ջան, անդրադառնում եմ։ Ասում եմ, հիմա եթե ոստիկաններից մեկը կոնկրետ այդ իմ նշած շրջանակից, այդ կիսափողոցային ոստիկաններին պիտակավորող, հայհոյող զանգվածին ասել բոլորի դեմքերը ֆիքսվել է, դա համարում եմ նորմալ, որտեվ այո, ոստիկանը պետք է նաև ֆիքսի հանցագործություն կատարողներ։ Դե եւ բայց ես այդտեղ ապօրինի բան չեմ տեսնում։ Մյուս դեպքը դավայ արան։ Դե դա համարում եմ արդեն անթույլատրելի խոսելա ոչ, այս դեպքում կարծում եմ, այո, պետք է որոշակի բան լինել։ Քաղաքացու նկատմամբ այդպես խոսել չի կարելի։ Վրաց կներեք, Վրաստանում հիմա տեսախցիկներ են դրել, որտեղ ֆիքսում են մարդկանց դեմքը, միլիցիաների մասնակցող տարբեր տվյալներ, որպեսզի հեշտությամբ կարողանան նույնականացնել հետո դուք բացատրում եք որ մի օր մենք էլ Հայաստանում նման իրավիճակի ականատես կլինենք որ այսպես ասած խելացի տեսախցիկներ կտեղադրվեն ցույցերին մասնակցող քաղաքացիների նույնականացնելու համար ում ցույցերին նկատի ունեք Հայաստանում տեղում Ենթադրում նկատի ունեք ընդդիմության ցույցերին ժողովուրդ ջան ես կարծում եմ 2-3 հազար հոգում բոլորս դեմքով անունով գիտենք ֆիքսելու ոչ մի անհրաժեշտություն չկա Ենթադրում եմ այսքանը թե էլի հարց իսկ նման տեսախցիկներ Էլի եմ ասում ընդհանրապես չեմ տեսնում նման անհրաժեշտություն Օրինակ 30,000 էին Օրինակ հա օպերայում 30,000 էին չէ Դες բանը էլի ժողովուրդ ջան ես չեմ հաշվել բայց ամենա Դաժյանն էլ 7000 հաշվել դուք եք իջեցնում Ինչու եք կասկածի տակ դնում Ժողովուրդ ջան ես չեմ ցավոք սրտի հարգելի Նարեկ ես չեմ կասկածի տակ դնում մաթեմատիկան եւ ֆիզիկան է կասկածի տակ դնում որովհետեւ 30,000 թվի պարագայում 1 քառակուսի մետրի վրա եթե չեմ սխալվում պետքա կանգնած լինեին 8 թե 9 հոգի, խնդրում եմ ուղղակի ֆիզիկապես փորձեք 1 քառակուսի մետրի վրա կանգնել 8 կամ 9 հոգով, եթե ստացվի շատ ողջունելի է, եթե չստացվի, եթե չստացվի, ուրեմն իմացեք, որ դա չի կարելի, իսկ եթե ամեն դեպքում ստացվի, մի հատ այդ կանգնած խտությունը համատեք այնտեղի խտությանը։ Դուք որ արձանագրեցիք այս կարմիր բերետավորի վատ պահված, գիտեք կարմիր բերետավորների Չէ, այդ բառապաշարի վատ պահված, այդ բառապաշարի անթույլատ դավայ արա նախ ինչքան էլ որ առաջ թե օրինակ որպես պաշտպանության հանձնաժողովի ներկայացուցիչ չկա Ես կարծում եմ պետք է քննարկում ունենալ առհասարակ ոչ միայն այս դեպքով, այլ
պարբերաբար լավարկել մեր ոստիկանության աշխատանքը, այդ թվում նաև քաղաքացիների հետ շփման տեսանկյունից եւ մնացածի տեսանկյունից ես կարող եմ ասել, որ միանշանակա, որ մեր ոստիկանների աշխատանքը նաև շատ ստրեսային է, սա էլ է պետք է հաշվի առնել, իհարկե բնավ չեմ արդարացնում, էլի, եթե կա ինչ-որ անթույլատրելի մի բան, բայց այդ էլ է պետք է հաշվի առնել, որ մարդկանց աշխատանքը շատ ստրեսային է ու այդ ստրեսը նաև պետք է հասկանալ, թե ինչպես պետք է հաղթահարվի ու առհասարակ գործողությունները ինչ պետք է լինեն, բայց մենք նաև խնդիր ունենք հասարակության շատ հասարակության չի ասի, բայց մի որոշ շերտի հետ մենք խնդիր ունենք ակնհայտորեն, օրինակ Գյումրու մակարդակով դա որքան երեք հասկացա 100-200 հոգի էր, որոնք ակնհայտ փողոցային բառապաշարով ու քրեական ենթամշակույթին հարիր բառապաշարով էին խոսում ոստիկանության մասին ու ոստիկանության հետ։ Դա էլ մի ուրիշ խնդիր է ու հնարավոր է դա ծնել այդ հակազդեցությունը ձեր ասած, ինչը իմ կարծիքով էլի սխալ է, որտեղ պետք չի դրան արձագանքել օրինակ ռուսերեն դավայ բառով, կարելի է ուղղակի ասել գնա այստեղից։ Դե հատկապես անչափած երեխաներին պետք է ասել գնա այստեղից, երբ որ շուրջ բոլորը ինչ-որ կիսակրիմինալ դեմքեր են, բայց պետք է դա ասել հայերեն ու պետք է ասել դա խնամքով ու հոգատարությամբ։ Դա ոստիկանությունը չի բարեփոխվել քաղաքացու հետ, բայց ոնց չի բարեփոխվել։ Եթե ոստիկանությունը բարեփոխված չլիներ, օրինակ Սերժի կամ Քոչարյանի օրոքվա ոստիկանությունը լիներ, բոլորին մահակներով կծեծեին, լավագույն դեպքում ջրցանը կհանեին, կշփեին, ժողովուրդ ջան, կծեծեին մարդկանց, կգցեին։ Դե ասում եք չի բարեփոխվել։ Զարյա 3-ը կարող է հանեին ձեր նման։ Դե կարող է, եթե ինչ-որ մի սրիկա գար ոստիկաններին ասեր, օրինակ սաղավարտները թանեք ձեզ ոչ մեկ չի խփելու, հետո այդ սրիկայի համախոհները բորձուրները սկսեին քանդել ու շպրտել ոստիկանների գլուխներին, ենթադրում եմ, որ Զարյա 3-ը կլիներ շատ արդարացված միջոց։